ուր է կորել ինչ հեղափոխական Հայաստանի քաղաքասարակությունը, ինչ է կարծում, որովհետև կար քաղաքասարակություն, որը շատ ակտիվ էր, ամենատարբեր թեմաներով բարձր ձայնում էին, բնապահպանական հարցերից մինչև մարդու իրավունքների պաշտպանություն, հետո կարծես անհետացան, ուր է կորել քաղաքասարակությունը։ Տեսեք, անհետանալը եղավ կտրուկ 2017 թվականի հեղափոխությունից հետո, մենք տեսնում ենք, որ մինչև 18 թվականը նույնիսկ մեկ ծառի տերևի համար ինչեր էին անում։ Նույն այդ թվում Վարդանանց այգիների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ, որ մեծ աղմուկ էին բարձրացրել, չգիտեմ, ռեստորան են սարքում, եսիմի շինություններ, բայց տեսնում ենք գեղեցիկ պուրակ։ Այսինքն այդ ճակերտավոր քաղաքակտիվիստները, ես այդքանը չեմ համարում քաղաքակտիվիստներ, ուղղակի քաղաքական պատվեր ուղղորդված գործունեություններ էին անում, վարկաբեկելու, մանիպուլացնելու, իրողությունը, ասենց ասած, ատելություն ստեղծելու այն ժամանակվա տվյալ իշխանության նկատմամբ անվստահելություն, որ այդ ամեն բողոքի խոսքի վրա նախահող էին ստեղծում, ու այդ նախահողն էլ մենք տեսանք ինչի բերեց մեր երկիրը։ Պարոն Չախոյան, տեսեք, այդ քաղաքասարակությունը կարծես խլացավ, կուրացավ, 18-ից հետո, ամեն դեպքում ճնշող մեծամասնությունը անհետացան ասպարեզից, երկար ժամանակ կարծես ճեղք կար, հետո արդեն ծիրեր տվեց, տարբեր մարդիկ, ակտիվիստներ, քաղաքակտիվիստներ, իրական բնապահպաններ սկսեցին բարձրաձայնել խնդիրներ։ Դուք նրանցից մեկն եք, թերևս հաճախակի շատ տարբեր պոտենցիալ կոռուպցիոն սխեմաներ եք կարծես բացահայտում, անորակ շինարարություններից սկսած, մինչև բացահայտ պրոթուրքական կուսակցության հիմնադրում կանխել փորձելով, ձեր ճանապարհին հաճախ ենթարկվում եք բռնությունների, քրեական կարծես գործեր են փորձում հարուցել, մահափորձ այդ թվում։ Հետաքրքիր է ձեր մոտիվացիան շարունակելու պայքարը որն է, որովհետև մինչ հեղափոխական Հայաստանի քաղաքասարակության մոտիվացիան կարծես շատերի համար պարզ է, գրանտներ էին ստանում նախ։ Այդ ձեր մոտիվացիան որն է ու արդյոք վերջին տարիներին դուք գրանտներ ստանում եք ձեր գործունեության համար։ Ուրեմն իմ հանրային գործունեության համար ոչ մի տեղից նույնիսկ մեկ լումադրամ չեմ ստացել։ Հրապարակային հայտարարում եմ, եթե որևիցե մեկը կկարողանա հիմնավորել, ապացուցել, որ ես գոնե 1 դրամ իմ հանրային գործունեությունը իրականացնելու համար գումար եմ ստացել, հրապարակային եմ հայտարարում, իմ հանրային գործունեությունը կդադարեցնեմ, բայց նման բան չկա։ Մոտիվացիան ճիշտն ասած, գիտեք, երբ սկսեցի այդ ամեն ինչի, ասենց ասած, սկզբնաղբյուրը եղել է անարդարությունը, որ մեր շենքի կողքը գտնվող Տորքանգեղ այգու Տորքանգեղ արձանն էին ուզում հանեն, բազմաբնակարան շենքեր կառուցեին, ոնց որ իմ առաջին քայլերը այդտեղից է սկսել ու դրանից հետո, որ արդեն ավելի շատ տեսա անարդարությունը, ոնց որ երևի ինչքան էլ կարող է այդքան կոռեկտ չլինի դե արտահայտելը, բայց հանրային գործունեությունը ինքը ճահիճի պես բան է, երբ որ դու սկսում ես, մտնում ես ճահիճը ու չես կարող, ինչքան դու շարժվում ես ու ինքը քեզ այդքան խորն է տանում, հիմա նույնն է, ինչքան դու շարժվես, հանրային գործունեություն անես, դու էլ ավելի սուզվում ես այդ հանրային գործունեության մեջ։ Տեսեք, պարոն Չախոյան, ձեր մասնակցությամբ մի շարք աղմկահարույց միջադեպերի ենք ականատես եղել, քրեական գործեր են ձեր վրա հարուցել, ասացիք մահափորձ, անցած տարվա միջադեպը բոլորս հիշում ենք, երբ դուք փաստացի զոհ էիք, բայց ձեզ նույնպես կարծես բերման ենթարկեցին, Նոր-Նորքի թաղապետարանի այդ միջադեպով։ Ինչ փուլերում են այս բոլոր գործերը, քանի գործ կա այս պահին ձեր հետ կապված, ինչ է կատարվում այս մասում։ Այդ մասով մենք բոլորս տեսանք, որ ինչ բացահայտ ապօրինություն տեղի ունեցավ, որ ինձ վրա հարձակվեցին մի խումբ անձանց կողմից պաշտոնատար եվրոպամետ արժեքներ կրող
հարցակվեցին ինձ վրա, հարվածներ հասցրեցին, բայց փոխարենը իրենց ձերբակալելու համար ինձ ձերբակալեցին։ Այդ թվում իմ հանրային գործունեության ընթացքում մահափորձ էլ կատարվեց եւ այլ տեսակի բռնություններ, ճնշումներ քաղաքական, սկսած շինցու քրեական գործերից, դատական հայցերից, որը ոչ մի դատական հայց պարտված չկա ու դատվածություն չունեմ, որովհետեւ շատ անհեթեթ շինցու գործեր են։ Ինչը վերաբերում է քաղաքապետարանի գործին ու ինձ վրա կատարված մահափորձի գործին, քաղաքապետարանի գործի վերաբերյալ անկեղծ ասած այսօրվա ճակերտավոր արդարադատությունից մեծ սպասելիքներ չունեմ։ Հիմիկվանից էլ իմ համար կանխատեսելի է, որ իրենց կարդարացնեն, հələ փոխարենը հələ ինձ էլ միտեղ էլ ինչ-որ միջոցներ կգտնեն դատեն, իսկ ինչը վերաբերում է մահափորձին, պայմանական տվեցին 1 տարի 6 ամիս, այսինքն վարչական հսկողության տակ կա լինելու, այդ անձնավորությունը նախկինում դատվածություն ունի դանակահարության համար ու Այսինքն փաստացի արձանագրվեց, հա, որ մահափորձ եղել է։ Այս տվյալ անձնավորությունը դատարանը մահափորձի վերաբերյալ հիմքերը ոչ բավարար է համարել, օրինակ շենքի տեսախցիկի տեսաձայնագրությունը քննիչը չէր արգրավել, բայց մեր կողմից դրանք ձեռք են բերվել եւ տրամադրվել է ոստիկանությունը դատարանը, բայց քանի որ քննիչը ձեռք չի բերել, անարժանահավատ ապացույցներ է դատարանը համարել, դատավոր Արման Հովհաննիսյանը ու հենց այդ տեսանյութում, որ ինքը անարժանահավատ հիմք ապացույց է համարվել, երևում է ոնց է ինձ հարված հասցնում դանակով, որը ծանր մամնական վնաս կատարելու փորձ է, որը արդեն քրորեն առնվազն 5 տարի դատվածության հոդված է գնում։ Հա, այսինքն այդ քրեական գործի ծածկադմփոցը արել են, որ այսինքն ազնել է հայտնի ով է, բայց դատարանը Հայաստանի Հանրապետության մեծ համբավ ունեցող ամենաարդար դատավորը համարեց, որ ապացույցները ոչ բավարար են, բայց ով էր ներողություն։ Արման Հովհաննիսյանը։ Հա, այսինքն էլ քաղաքական հետապնդումը, քաղաքական քրեական գործի ծածկադմփոցը էլ ոնց է լինում, հենց տենց է լինում, որ ապացույցները չեն հավաքում, իսկ երբ որ դու ես ստանում ներկայացնում, դրանք էլ համարում են ոչ բավարար։ Այսինքն հենց դա հենց քաղաքական տառ է եւ բոլոր ապացույցները նրան են տանը, որ մահափորձ է եղել։ Բայց կա այն ինչ կա։ Հետո էլ ասում են այսօրվա իշխանությունը, այ նախկիների ժամանակ ազատ խոսքի համար բռնաճնշում էին, սենց էին անում, թե հիմա ինչ է փոխվել։ Հիմա ոչինչ չի փոխվել։ Ուղղակի առաջ իրանց ասած այդ ակտիվիստները քանակով ավելի շատ են, հիմա կարելի է երևի անկախ ակտիվիստ մարդու ձեռքերի վրա հաշվել Հայաստանում, որոնք կան, այսինքն այդ քանակը անհամեմատելի է, դրա համար է տենց արտահայտիչ այդ ամեն ինչը ճնշումները չի երևում։ Հետո էլ մենք տեսնում ենք, հա, ինչ-որ ակցիաներ ամեն օր, ամեն շաբաթ, ինչ-որ հանրային գործունեություն, պլակատներով, բողոքի ցույցեր, բայց հիմա այդպես բան չկա, որովհետև այդ ամեն ինչը համակարգված չի, խի համակարգված չի, որովհետև այսօրվա քաղաքասարակությունը, ակտիվիստը ոչ մի տեղից ոչ ֆինանսավորվում է, ոչ էլ հա, ցանցային չի աշխատում, ոչ էլ ուղղորդվում է, դա բացահայտ է, այսինքն անկախ է ի տարբերություն նախկինների։